Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք Գրիմ եղբայրների 3 փետուր հեքիաթը։ Սկսեցինք։ Ժամանակով մի թագավոր է լինում, ունենում է 3 որդի, երկուսը խելոք ու զարգացած, երրորդը կարգին խոսել էլ չի իմանում, շատ հասարակ է լինում, բոլորը նրան հիմար են ասում։ Թագավորը ծերանում է ու թուլանում, մտածում է իրեն շատ չի մնացել ապրելու, հարկավոր է որոշել, թե գահ նում հանձնի, կանչում է որդիներին ու ասում. գնացեք աշխարհի աշխարհման եկեք, ով որ բերի ամենասիրուն գորգը, նա էլ իմ մահից հետո կդառնա թագավոր։ Ու որպեսզի տղաները չվիճեն, թե ով որ կողմ պիտի գնա, 3 փետուր է վերցնում ու փչում։ Որ կողմ որ կթռչեն փետուրները, այն կողմն էլ կգնաք։ Մի փետուրն արևելք է թռչում, մյուսն արևմուտք, իսկ երրորդը շատ է հեռանում, ընկնում է գետնին։ Եղբայրներից մեկը գնում է աջ, մյուսը ձախ, ու նրանք ծիծաղում են հիմար եղբոր վրա, որը մնում է երրորդ փետուրի մոտ։ Հիմարը նստում է գետնին ու տխուր տրտում մտածում։ Հանկարծ նկատում է, որ փետուրի ընկած տեղում ստորգետնյա մուտք կա։ Բացում է դուռը, տեսնում է սանդուղք կա։ Այդ սանդուղքով իջնում է ներքև։ Քիչ հետո մի ուրիշ դռան առաջ է հայտնվում, ծեծում է դուռը, մեկ էլ ներսից լսվում է. կանաչավուն աղջնակ, տոտիկ չորացրած, ոսկրե ոտքով իմ շնիկ, հապանայիր շուտափույթ, ով է կանգնած դռանը։ Դուռը բացվում է, տղան տեսնում է իր դիմաց մի մեծ ու հաստլիկ դոդոշ է նստած, իսկ շուրջը փոքրիկ դոդոշիկներ։ Հաստլիկ դոդոշը հարցնում է, թե նա ինչ է ուզում։ Տղան ասում է. շատ կուզեի ստանալ աշխարհի ամենանուրբ ու գեղեցիկ գորգը։ Դոդոշը կանչում է ամենաջահել դոդոշին ու ասում. կանաչավուն աղջնակ, տոտիկ չորացրած, ոսկրե ոտքով իմ շնիկ, դե գնա ու շուտափույթ արտղիկն այստեղ բեր։ Ամենաջահել դոդոշը բերում է արտղիկը։ Հաստլիկ դոդոշը բացում է արտղիկը, հանում գորգն ու տալիս հիմարին։ Դա մի այնպիսի նուրբ ու գեղեցիկ աշխատանք է լինում, որի նմանը ողջ աշխարհում չկար ու չէր էլ ճարվի։ Նա շնորհակալություն է հայտնում ու նորից վերև է բարձրանում։ Իսկ մեծ եղբայրները նրան այնքան հիմար էին կարծում, որ մտածում են, թե բան չի կարողանա գտնել։ Ինչ միտք ունի փնտրել, ասում են ու առաջին իսկ պատահած հովվից մի բրդյա կոշտ ու կոպիտ շալ վերցնում բերում տալիս թագավորին։ Հենց այդ ժամանակ վերադառնում է հիմարն ու բերում իր հոյակապ գորգը։ Թագավորը հենց որ տեսնում է, ապշում է. եթե արդար մոտենանք, գահը պետք է ժառանգի կրտսեր որդիս։ Բայց մեծ եղբայրները հանգիստ չեն տալիս հորը, աշխատում են համոզել, թե հիմարը, որ խելքի կտոր չունի, ինչպես կարող է կառավարել երկիրը։ Խնդրում են նոր պայման դնել։ Հայրն էլ նոր պայման է դնում. գահը կստանա նա, ով բերի աշխարհի ամենագեղեցիկ մատանին, ու տղաներին տանում է բակ, 3 փետուր վերցնում, փչում օդում։ Փետուրները թռչում են տարբեր կողմեր, եղբայրները պետք է գնային այդ ուղություններով։ 2 ավագ եղբայրները էլի գնում են դեպի արևելք ու արևմուտք, իսկ հիմարի փետուրն ընկնում է ճիշտ գետնուղու մուտքի մոտ։ Նա էլի ներքև է իջնում, գնում հաստլիկ դոդոշի մոտ ու ասում, որ իրեն հարկավոր է աշխարհի ամենագեղեցիկ մատանին։ Դոդոշն անմիջապես հրամայում է բերել իր մեծ արտղիկը, հանում է մատանին ու տալիս տղային։ Դա թանկարժեք ակներով զարդարված մի գեղեցիկ մատանի էր, որ շողշողում էր 1000 ու մի երանգներով, եւ աշխարհում դեռ ոչ մի ոսկերիչ այդպիսի մատանի չէր շինել։ Եղբայրները ծիծաղում են հիմարի վրա, որն ուզում է ոսկի մատանի գտնել, իսկ իրենք վերցնում են առաջին պատահած անվի օղակապը, հանում են վրայի մեխերն ու բերում տալիս թագավորին։ Իսկ երբ հիմարն է ցույց տալիս իր բերած ոսկի մատանին, հայրն ասում է. գահը նրան է պատկանում։ Ավագ եղբայրները նորից թագավորի գլուխը տանում են, որ համաձայնի երրորդ պայմանը դնել։ Վերջապես թագավորը որոշում է, որ գահը կստանա նա, ով կբերի աշխարհի ամենագեղեցիկ աղջկան։ Նա էլի 3 փետուր է վերցնում ու փչում, փետուրներն առաջվա պես թռչում են տարբեր կողմեր։ Հիմարն առանց երկար բարակ մտածելու իջնում է հաստլիկ դոդոշի մոտ ու ասում.
Ես պիտի աշխարհի ամենասիրուն աղջկան տանեմ տուն։ Դոդոշը պատասխանում է. ամենասիրունը, այդ ինչ ես ասում, հիմա այդպիսին նրճկան, բայց դու այնուամենայնիվ կստանաս։ Եվ Դոդոշը մեջը դուրս տված մի դեղին շաղգամ է տալիս նրան, դրան լցված 6 մկներ։ Հիմարը տխուր ասում է. ինչ անեմ սրանք։ Դոդոշն ասում է. իմ փոքրիկ դոդոշներից մեկին նստեցրու դրա մեջ։ Հիմարը վերցնում է ամենամոտ կանգնած դոդոշիկին, դնում շաղգամի մեջ։ Նստելուն պես նա դառնում է մի հրաշք աղջիկ, շաղգամը դառնում է կարկ, մկները ձիեր։ Հիմարը համբուրում է աղջկան ու կառքը քշում բերում թագավորի մոտ։ Եղբայրներն ավելի ուշ են գալիս, նրանք ջանք էլ չեն թափում սիրուն աղջիկ գտնելու, ամեն մեկը գյուղացի մի կնիկ է վերցնում բերում։ Թագավորը, որ տեսնում է, ասում է. իմ մահից հետո կրտսերս պիտի կառավարի թագավորությունս, բայց ավագ եղբայրներն էլի կոկորդ են պատռում, թե մենք թույլ չենք տա, որ հիմարը լինի տեր ու տնօրեն, պահանջում են, որ նախապատվությունը տրվի նրան, ում կինը կկարողանա ցատկել օղակի միջով։ Գյուղացի կնիկները թռչում են օղակի միջով, բայց որովհետև անճոռնի էին, ընկնում են ոտքերը ջարդում։ Վերջում թռչում է հիմարի բերած գեղեցկուհին, նա թռչում է եղնիկի պես թեթև ու գեղեցիկ, այլևս վիճելու տեղ չի մնում։ Ու այդպես հիմարը դառնում է թագավոր եւ երկար տարիներ իմաստուն կերպով կառավարում է երկիրը։ Ահա եւ վերջ, սիրելիներս, այսպիսի հետաքրքիր հեքիաթ այս անգամ Գրիմ եղբայրներից։ Կհանդիպենք հաջորդ հեքիաթների ժամանակ։ Ցտեսություն։ Իսկ ձեզ առաջարկում եմ բաժանորդագրվել եւ սեղմել զանգակ կոճակը։